Մենք հաղորդում մեր մասին, մեր պատմության ու հանապազօրյա հոգսերի մասին։ Մենք այն մասին, թե ուր ենք գնում մենք։ Աշոտ Գևորգյանի «Մենք»-ը հայկական հետքերով։ Իսկ միշտ ներկայացնում է, որ հույները կրակը հանին, հայը կանգնած է հրեշտակի քարի մոտ, եթե որ Երուսաղեմ եղել է, առաջի բաժին կա, այնտեղ քար կա, եւ նշեմ, որ այդ փոքրիկ քարը, որ այնտեղ է, դա այդ քարի կտորն է, որը Քրիստոսի գերեզմանն են փակել։ Եվ այդ իսկ ամբողջ քարը հայոց Սուրբ Փրկիչ վանքի մեջ է այսօր, եւ ծառայում է որպես խորանի քար։ Մեծ կտոր է, որը հեղին է Թագուհին 4 դարում ուզում էր Հռոմ տաներ, բայց չկարողացավ տանել, այսինքն դեռ մեր վանքը չէր, այնտեղ մնում է եւ հիմա միջև 5-րդ դարից այնտեղ է։ Եվ այդ հրեշտակ քարի մոտ ասում են հայը սպասում է, բայց այդպես չէ, դա սուտ է, որտեվ ստատուս կվով ասում է երկուսը մտնում են գերեզմանի քարի առջև աղոթում։ Եղած է պատմության ժամանակ եւ հրաշքի վերաբերյալ, երբ որ մենք խոսում ենք, հրաշքը դա մի բան է, երբ որ 2 հոգի կամ 3 հոգի մտնում են մի փակ սենյակ, դուրս են գալի, ասում են երկնքից ստացանք, բայց ոչ մի վկայություն չկա։ Բայց մեր պատմիչները պատմում են Սուրբ Գրիգոր Շղթայագիր, մենք այո իրանք սրբացած չեն, բայց մեր համար, Աթոռի համար, Սուրբ Երուսաղեմի Սուրբ Պատրիարքներ են, Շղթայագիր եւ Պարոնտեր Պատրիարքները, որոնց ժամանակ հույները, ուրեմն sense մի բան կա, ծռազատիկ հասկացողություն 100 տարին մեկ զատիկները չէր համընկնում։ Մի շաբաթվա տարբերությամբ հույները ստիպում են, որ հայերը իրենց հետ անեն, բայց թուրք իշխանությունը պարտադրում է առանձին հանեն։ Ուրեմն երբ որ մեր ժամանակն է գալի մի շաբաթ հետո, մեր Պարոնտեր Շղթայագիրը ծնգի է գալիս, ժողովրդի հետ աղոթելու ժամանակ, ժողովրդն աղոթում, ինքը գերեզման չի մտնում։ Պատմիչը ասում է Սիմոն Լեհացին, իր նամակների մեջ կա էդի։ Ամբողջ բաները գերեզմանի մեջից լույսը ցայտում է դուրս, մոմերը վառվում են, մարկազը։ Սա հրաշք է։ Նույնը կատարում է Գրիգոր Շղթայագիրի ժամանակ։ Իսկ ավանդությունը գալիս է Գրիգոր Լուսավորչից։ Երբ որ ինքը գալիս է Երուսաղեմ, անարժան է իրեն համարում մտնել Սուրբ գերեզման, քանի տարի ճգնում է։ Զատիկի օրը ինքը մտնում է գերեզման, այդ ճրակալույցին։ Եվ երբ որ մտնում է, այդ պայն բոլոր մոմերը, ճրակները վառվում են։ Եվ ինքը երգում է լույս զվարթ շարականը, որ միջև օրս հայ եկեղեցում շաբաթ երեկոյան երգվում է։ Եվ դա երգում են եւ հույները, եւ կաթոլիկները, եւ ռուսները, Սվետ Ծիխի ռուսերեն։ Երգում են եւ պատմիչները ասում են Գրիգոր Լուսավորիչը առավել եւս լուսավորիչ կոչվեց այդ հրաշքի համար, որ այդ լույսը եղավ, եւ Գրիգոր Լուսավորիչը խնդրում է Աստծուն, Տեր Աստված, ամեն զատիկի այս պատարակ քո շնորհը իջնի մեր եկեղեցիների հավատացյալին։ Դրա համար մեր զատիկի ժողովրդը մոմը եկեղեցիից վառում տուն են տանում։ Բարև, հարգելի ռադիոլսող։ Հատված էր Երուսաղեմի Պատրիարքարանի Սուրբ հրեշտակապետացվանքի տեսուչ Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի տարիներ առաջ դրված հարցազրույցից։ Երուսաղեմի հայ Պատրիարքարանը ունի դարերի պատմություն։ 7-րդ դարում 620 թվականին Աբրահամ առաջին պատրիարքի գլխավորությամբ հայ համայնքը սկսում է հզորանալ, գումարներ են ներմուծվում։ Արաբների արշավանքների ժամանակ լինում են մեծ նեղություններ, հալածանքներ Քաղկեդոնիկ եկեղեցու կողմից, արաբների կողմից։ Նույնիսկ հայ վանականներին սկսում են հալածել, երկրից վտարել, բայց մնում են հոգևորականներ, ովքեր կյանքի գնով պահպանում են Պատրիարքարանը։ Դարերի ընթացքում մշտավորապես ուխտավորներ են եկել Երուսաղեմ Պատրիարքարան, ոմանք մնացել են ընդմիշտ։ Ղևոնդ վարդապետին ճանաչում եմ վաղուց։ Երկար տարիներ ծառայում է Երուսաղեմում, ժամանակակից հաղորդակցության բոլոր միջոցներով տարածում է հայ աստվածաբանությունը, հայ ինքնության էությունը։ Հարության տոնի առթիվ կապնվում եմ Երուսաղեմ, զրուցում վարդապետի հետ, ստորև ներկայացնում եմ այդ պարզ բովանդակալից հարցազրույցը։
Ուշադիր հետևում եմ դեր Telegram կանալին, որը ոչ միայն հոգևոր ալիք է, հոգևոր կանալ է Telegram, հայագիտական Շնորհակալություն ալիք, բայց քանի որ քրիստոնյաների համար մի մեծ տոնի նախաշեմի ենք, երևի ամենագլխավոր տոներից Քրիստոսի հարության տոնը։ Ես կուզեի այսօր, որպեսզի դուք մեր ռադիո լսողներին մի քիչ ավելի խորը եւ ավելի պարզ լեզվով ծանոթացնեք, թե ինչ է զատիկը եւ կոնկրետ մեր հայ առաքելական եկեղեցում։ Դե նախ ասեմ, որ մենք ոչ թե պարզ այցելում ենք լույսի օրը եւ այս ավակ շաբաթվա նմանդ օրերին, այլ մասնակիցն ենք նաոնդ ավակ շաբաթվա այդ լույսի արարողությանը, մենք մասնակից ենք ունած պատրիարքի հետ մեր լուսահանն է ներս մտնում։ Ընդհանուր առմամբ զատիկ բառը արդեն զատվել բառից է գալիս, որը հրեաների մոտ, երբ որ գերության մեջ էին հրեաները Եգիպտոսում, Աստված որոշեց այդ ժողովուրդը դուրս բերել Եգիպտոսից եւ այնտեղ տվեց պատգամ Մովսեսի միջոցով, որ վերցնեն գար, մորթեն եւ այդ արյունը քսեն իրենց դռներին, որ այդ որ հրեշտակը պետք է այցելեր, որ տեսներ որտեղ արյուն կա, այդ ընտանիքեն մահ չէր տեղ ունենա, առաջնեկը չէր մահանա, եւ այդպես հրեաները զատվեցին, Եգիպտոսից դուրս եկան այդ գարանը մորթելով եւ դարեր անցնելով այդ կամից հետո մեր Տերը եկավ, այսինքն առաջի հրեաների ժամանակ զատիկը դա Պեսախ, Պեսախ էր կոչվում, Պեսախ, Պասխա, մենք զատիկ ենք ասում, ուրեմն այդ Պեսախը իրենց համար դա այդ ժողովրդի համար էր, իրենց համար էր դա, եւ Մովսես, այսինքն Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ դա պետքա ամեն տարի անեն, որպեսզի հիշեն, որ իրենք գերության մեջ են եւ ազատվեցին, եւ դա այն ընթացքում իրենք երբ որ անում էին ընթերցում էին այն պահերը, խոսում էին աղոթքների մեջ, հիշում էին, որ գերության մեջ էին, Աստված իրենց հանեց տարբեր նշաններով եւ դաշտներով, եւ հետաքրքիր դրանից հետո Մովսեսը Աստված Մովսեսի միջոցով օրենք է տալիս, որ Նիսանի 10-ին, այդ իրենց ամսվա 10-ին պետք է գառ զատեին եւ այդ գառնուկը 4 օր պետքա պահեին, այդ ընթացքում զննեին այդ գառանը, թե այդ գառը բան չպետք է ունենար թերություններ, հիվանդություններ, կոդրած ոտք եւ այլն, վերջը 14-ին պետք է մորթեին եւ իրենց զոհաբերեին եւ իրենց զատկական, այսինքն ընթրիքը կատարվեր։ Ուրեմն ինչ է տեղ ունենում, այսինքն երբ որ արդեն հրեան անապատից դուրս եկավ Երուսաղեմ ունեցավ, հետո տաճար ունեցավ, ինչպես են անում մարդիկ, որտեղ է որ լիներ, պետք է բերեին գառնուկին, այդ օրը իրենք են մորթում, այսինքն եւ ղևտացիները, քահանաները այնտեղ հատուկ ամաններով սեզմեց ոսկե կամ արծաթյա այդ արյունը թափում էին այդ ամանի մեջ, հետո այդ արյունը տանում զոհասեղանին էին լցնում, այսինքն այդ զոհաբերությունը, հետո դա զենում էին բան ու տանում էին, պետք է այդ միսը ուտեին, ընթացքում ուրեմն հետաքրքիր մի հին ուխտի մեջ դա չկա, օրենքի մեջ, տորա, որը ասում են տորան այդ 5-ամատյանն է, որը եբրայերենով տորա նշանակում է օրենք, այսինքն այդ օրենքի մեջ, գրավոր օրենքի մեջ դա չկար, այլ կար բանավոր օրենք, ինչպես հրեա ռաբիններն ասում, եւ բանավորի մեջ Մովսեսին տրված էր, որ նաեւ գինի խմեին։ Այսինքն նաեւ հրեաները պետք է 4 գավաթ գինի էին խմում, ընթացքում սաղմոսներ են երգում, կարդում էին եւ ամեն այդ ընթացքում մի գինի խմելուց առաջ շորտը մի բան էին անում եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս
այս խորհուրդը, որ գառան տրվել էր, Աստված տվեց ու Քրիստոս է գալի, մի հետաքրքիր ուրեմն ինչ է տեղի ունենում։ Քրիստոս երբ որ մտնում է Երուսաղեմ, չէ, մենք ասում ենք ծաղկազարդը, հաղթական մուտքը Երուսաղեմ, այո։ Հետաքրքիր ինչն է, որ Նիսան 10-ը Նիսանին է տեղի ունենում։ Այսինքն ինքը, ինչպես առաքյալները ասում են, Աստծո խոսքը ասում է, ինքն է գառն Աստծո։ Այսինքն ձևով մենք Նիսանի 10-ին ինքը մտավ Երուսաղեմ, այդ ընտրված գառը դառավ, ասենց ասեմ, հրեական օրենքով։ Եվ Նիսան 14-ին իրեն, այսինքն ինքը զենվեց, այսինքն խաչվեց իրեն այդ գառը, որը արյուն թափեց մեր փրկության համար։ Այսինքն Քրիստոսով տեղ ունեցավ այդ զատիկը, մեզ էլ զատեց Տերը իր արյամբ, իր չարանքով, խաչելությամբ, զատեց մահվան, այսինքն մեղքի Եգիպտոսից, որտեղ փառավոնը զորքը դա դևերն էին, եւ մենք զատվելով, ազատվելով իր արյունով գնվելով մեղքից մտնում ենք ծովով անցնում ենք, իսկ ծովը մկրտության խորհուրդն էր, որը երբ որ մենք մկրտվում ենք, մենք այդ դևերից, ոնց որ ասած, փառավոնը ծովի մեջ մտավ, այդ ջրով ազատվում, փրկվում ենք մենք։ Ուրեմն զատկական հետո արդեն երբ որ քրիստոնեությունը սկսավ արդեն տարածվել աշխարհով, կայսրությունները դառան քրիստոնեական պետություններ, կայսրություններ, դե Հայաստանը առաջին քրիստոնյան դառանք, բնական է մեզ մոտ էլ սկսեց ձևավորվել քրիստոնեական մշակույթ, այսինքն մշակույթ ասելով քրիստոնեական ամբողջ ծիսական արդեն մենք ձևավորվեց, հետո մենք գիրերի գյուտը ունեցանք, ավելի գեղեցկացավ, ինչպես մեր պատմիչները ասում են, Աստված հայերեն խոսեց, եւ մեր եկեղեցու հայրերը հանձինս Մեսրոպ Մաշտոցի բանում դա կարևոր էր մեզ համար այդ գյուտը գրերի ստանալու, որ հայերեն խոսենք, որպեսզի Աստծո խոսքը ասվի հայերեն լեզվով, ոչ թե ասորեն կամ հունարեն, որ այդ ժամանակ այդպես էր, որ ավելի մատչելի դառնա եւ ավելի հասկանալի։ Եվ ես չեմ կարող ասեմ Մեսրոպ Մաշտոցը այդքան կամ եւ ով որ մասնակցում է իր աշակերտները հատուկ մտածում են, որ լեզու ստեղծենք, որ հայերս լինենք հայ ու իծետևի, բայց որ պատմության մեջ մենք մեր կյանքի որ տեսնում ենք, այդ լեզուն մեր որը ստեղծեց Աստծո խոսքը հայերեն լեզվով, այսպես ասեմ, հնարավորություն տվեց, որ մեզ պաշտպանի օտար ազդեցություններից։ Եվ դրա մեջ նաև այդ լեզվի շնորհիվ նաև ձևավորվեց մեր հայ քրիստոսաբանությունը, որը յուրահատուկ է միայն հայերին եւ տարբերվում է ուրիշներից, ոչ թե որ մենք հատուկ ոմանք ասում են մենք հատուկ ենք տենց հարը, որ տարբերվենք, ոչ։ Այսինքն այդ լեզվի շնորհիվ էր, որ մեր քրիստոսաբանությունը զարգացավ, ավելի ջոխացավ եւ այսօր մենք մեր կրոնը որպես քրիստոնեություն պաշտպանում է մեզ օտար ոչ քրիստոնյա ոտնձգություններից, այսպես ասեմ, դարերի ընթացքում, իսկ մեր քրիստոսաբանությունը մեզ պաշտպանում է քրիստոնյա ոտնձգություններից, որը դարերի ընթացքում եղել է, եւ այդ զատկական այդ բանը, որ կա, որ մենք պահում ենք զատիկը, նաեւ սրա մեջ մյուս խորհուրդը կա, զատվել ոչ թե առանձնանալ ուրիշ քրիստոնյաներից, մենք մեզ համար ապրենք ու ձեզ համար, ոչ, մենք զատվում ենք սխալ բաներից։ Սխալ վարդապետությունից, սխալ մենք այսպես զատվելով ոչ թե կղզեացել ենք, առանձնացել ենք, այ զատվել ենք։ Գիտեք, հետաքրքիր Գրիգոր Տաթևացիի մոտ sense մի բան կա, գիրք հարցմանցի մեջ իրեն հարցնում են, անասին երկխոսության պես է, ասում այդքան շատ քրիստոնյաներ կա, ինչու եք դուք բան մենակ մնացել, էլի, ինքը ասում է ճշմարտությունը մեկն է, ոչ թե բազում, սուտն է բազում։ Այսինքն որ մենք մեկն ենք, քիչ ենք, դա չի նշանակում, որ մենք ինչ որտեղ
սխալ ենք կամ ինչ որ էլի ճշմարտությունը մեկն է ու ճշմարտությունը միշտ փորձում են այսինքն ոտնակոխել, փակել, որ սուտը չերևա։ Այսպես մեր եկեղեցում էլ մենք բնական է դարերի ընթացքում ձևավորվում է մեր ծիսակարգը, մեզ համար առաջնայինը տերունի տոներն են եւ մենք մեր օրացույցի մեջ տեսնենք ի տարբերություն բոլոր քրիստոնյաների միայն մենք ենք որ Կիրակի օրը տոնում ենք միայն Քրիստոս տերունի տոներ կոչված, որը Քրիստոսի հետ կապված է Տիրամոր Աստվածածնի հետ, եկեղեցու խաչի տոնի հետ, բացառությամբ տոներ, որոնք օրին են կապված, օրինակ հունվարի 6-ը ծնունդը, երբ որ ընկնի, շաբաթ կլինի, կիրակի կլինի, երկուշաբթի, նաև օրինակ դրա հետ կապված արդեն բանը 40 օրվա գալուստը դիառնթ առաջը, փետրվարի 14 նորից շարժականը եւ մնացած տոները օրինակ որը կապված է զատիկի հետ։ Հիմա զատիկը այսօրնա համբարձումը ուրիշ օր է, հոգե գալուստը ուրիշ է, դրա հետ էլ կապված նաեւ վերաբանն է Վարդավարն է, այսինքն մեր տոնացույցը Կիրակի հետ է կապված, չորեքշաբթի ուրբաթ օրերը պահքի օրերը նշանակ է մեր եկեղեցու օրերը, մնացած օրերը սրբերի տոներ է, որը նույնպես ֆիքսված չի, այդ տարածված է կախում ունի զատիկից եւ ծնունդից։ Այսինքն միայն մենք ենք, որ այդպես, օրինակ ուրիշ եկեղեցիներ Կիրակի օրերը կարող են սրբի տոն տոնել։ Դա համար մենք ավելի կարևորել ենք, ես այսպես ասեմ, մենք ավելի աստվածակենտրոն եկեղեցի ենք, մեր աղոթքը, մեր ամեն ինչը ուղղված է Քրիստոսի հետ է երկխոսությունը, քիչ աղոթքներ կգտնենք կամ շարականներ, որ երկխոսություն է սրբերի հետ, ու ինձ թվում է դա ավելի ազդեցություն է, որը մենք վերցրել ենք օտարներից ստիպված լինելով քաղաքական տեսանկյունից վերցնելով, հասկանալ է տարբեր մեր վրա տարբեր, հա, դրա համար մեզ մոտ կարանք բաներ կա, կարանք նշмарենք կաթոլիկ ազդեցություն, ուղղափառ կամ եւ այլն, բայց մեր եկեղեցու հայրերը միշտ դա գիտակցել են, այդ ինքնությունը մեր հայ եկեղեցու ոչ թե եսակենտրոն մենք տարբերվենք ուրիշը լինենք, այլ չէ, հենց այս բանը ինչպես հերյա ժողովրդի օրինակն ենք այսպես վերցրել, որը զատվելով ամբողջ հեթանոս աշխարից Աստծու հետ ապրելով այդ անապատի մեջ, այդ միջև եկավ իր երկիրը ստեղծեց, այսինքն տաճար հիմնեց եւ այլն, այսպես ասեմ, զատված լինելով, բայց այդ զատվելը կարա մի զգուշ լինենք մի ծայրահեղության էլ տանի, ասենց փակվենք մեր մեջ եւ ոչ մեկին բան ցույց չտանք, դա էլ միշտ ծայրահեղությունն է, մենք պետք է չվախենանք այսօր խոսենք, թե մենք ով ենք, էլի, ոչ թե հպարտանանք, օրինակ կոնյակը մերն է, կամ դուդուկն է մերը, կամ կներեք նյութական է նկատում։ Հա, ինչ-որ այս դերասանը մեջ հայկական արմատ կա ու մենք հայ փնտրենք ինչ-որ մեկի մեջ ու սենց բաներով պարծենանք, չէ, մենք այսօր շատ բան ունենք, այդ լույսը ունենք աշխարհին տալու, որը մեզ տրված է Աստծուց եւ դա պատահական չի։ Հայր Սուրբ, այսպիսի մի հարց, մի քիչ երկրային հարց տամ։ Հիմա Իսրայելը գտնվում է պատերազմական վիճակում, եթե ոչ պատերազմական, այլ կիսապատերազմական վիճակում։ Այ ամբողջ աշխարհը տոնում է Զատիկը, Քրիստոսի խարությունը եւ միշտ Երուսաղեմը Տիրոջ գերեզմանը, Փառք Տիրոջ գերեզմանին լեփլեցուն է եղել տուրիստներով։ Մի քիչ կպատմեք ինչ իրավիճակ է, ինչպես է հիմա։ Իրավիճակը Երուսաղեմում երբեք խաղաղություն չի եղել, դարերի ընթացքում որ նայում ես միշտ այստեղ մի երկիրը
այսինքն տակնու վրա վիճակի մեջ է, երևի այն պատճառը, որ այստեղ տիրոջ արյունը թափվեցավ եւ այդ արյունը աղաղակում է միջև հիմա այն իմաստով, որ դրա համար այդ խաղաղությունը չկա, խաղաղությունը միայն գտնում է մարդ, երբ որ Քրիստոսին է ճանաչում, իսկ տենց նույնիսկ եկեղեցին էլ, երբ որ մենք եկեղեցու մեջ քահանան հոգևորականը դառնում ասում է խաղաղություն ամենեցուն, շատերը ակնկալում են, որ ասելով խաղաղություն պետք է խաղաղվի աշխարհում, պատերազմ, փոթորիկներ չլինեն, բայց այդպես չի, խաղաղությունը հոգևորականը տալիս է մարդու հոգու մտքի խաղաղության, որ ուր էլ լինի մարդ արարածը, որտեղ էլ գտնվի, ինքը այդ խաղաղությամբ Քրիստոսով ինքը խաղաղ կլինի, իրեն ոչ մի փոթորիկ չի այսինքն նեղություն չի պատճառի ու Քրիստոսին այո, չի ալեկոծվի ու ես մի երկարեցի, բայց կգամ էլի այդ հարցին Քրիստոս էլ ասեց պատերազմներ լինելու, լուրեր եք լսելու պատերազմների, այսինքն մի վախեցեք, դա չի վախճանը, դրան մեջ չի ու հետաքրքիր երբ որ փոթորիկ էր բարձացել նավի վրա, երբ որ Քրիստոս եւ առաքյալները նավակի մեջ են, մի հատ մեծ փոթորիկ բարձացավ, դե առաքյալները պրոֆեսիոնալ ձկնորսներ էին, նավի հետ վարվել էին ինչպես ինչ անեն, իրանք ամեն ինչ արեցին, տեսան չի տակից դուրս չեն գալիս, մեկ էլ նայեցին Քրիստոս իր համար քնած այնտեղ այդ փոթորիկի մեջ իրեն մոտեցան այս հոգը չի մենք ստեղ մեռնում ենք այս ինչա կատարվում ու ինքը ելավ իրեն սաստեց ասեց ինչա թերահավատ բախում եք ասում եւ սաստեց միանգամից խախանվեց ամեն բան սա այդ բանն է որ միշտ լինելու ալեկոծ բայց որ Քրիստոսի հետ էս այդ բանը չկա գալով Երուսաղեմին ինչպես ասի միշտ այստեղ խաղաղությունը կորած է հերյան հիմա Ինչու է այդպես բան անում, չմտնենք քննելու ես իրավիճակն եմ ուզում ուղղակի Իրավիճակը հիմա բացատրեմ հետևյալը, ինչ շատերն են զանգում, գրում, որ նմանատեն օրեր երբ որ ռմբակոծություն եղավ անցած տարի Պարսկաստանից եկավ, մենք այստեղից հետևում նույնիսկ բան, այս վերջերս էլ հիմա ասեմ, երբ էր Կիրակի, հա, դռնբացակից հետո դուրս ելա, որ այնտեղ մեր վանքի մենք դռներ ունենք վանքից թաղ գնացող ես բացել էի ժողովրդի համար գնացի որ փակեմ ես հեռախոսի վրա էլ սենց բան ունեմ ծրագիր ունեմ ազդանշան ու քաղաքի մեջ լսվեց մեծ ու նույնիսկ գմփոց փայթոց դռնբաներ որ միտեղ բաներ են եկել բայց հետաքրքիր ինչն է գիտեք ինձ երբ որ հարցնում են հայսու ոնց է վիճակը ինչ ասում եմ գիտեք ինչ պատկերացրեք Երուսաղեմ քաղաք եմ դուրս գալիս այդտեղ սրճարաններ կան ճաշարաններ խանութներ լեցուն ժողովուրդ սրճարաններ կա դու հերթ պետք է կանգնես որ մեկը դուրս գա դու մտնես այդ սրճարանը այդ օրերին եւ իսկ հիմա առավել եւս իրենց զատիկին այս շաբաթը իրենց զատիկն էլա այս շաբաթվա մեջ Կիրակի օրվանից մինչեւ այս շաբաթ այսինքն սաղ աշխարհի զատկական այսինքն քրիստոնյաների եւ հրեաների համերը համընկնեց իրար հետ ուրեմն այսօր էս դուրս ելա 3 մեծ հոսքեր ժողովրդի հրեաների գնում են լացի պատ եւ շատ ուրախ ճաշարաններն էլ անցանք լեցուն ճաշարանները լեցուն ասեղ գցելու տեղ չկա այսինքն հրեայի մեջ ես չգիտեմ ասեմ իրանք այդ վախը չունեն անհոգություն է ինչ բայց մի տեսակ իրանց մոտ բանը կա էլի հավատքը իրանց եւ ոնց ասեմ իրանց տեսլականը ունեն էլի ինչ են ուզում իրենք այսպես ասեմ պինդ հավատքի մեջ այո իրանց հավատքը կարող հավատել չէ այ ընդհանուր առմամբ տեսլականը իրանք ով են իրանք ինքնությունը ինչ են որտեվ իրենց դա մանկապարտեզից կամ մոր կաթի դա ներշնչվում է ներդրվում է հիմա չքննենք սխալա վատա լավը բայց իրանց տեսանկյունից իրենց համար դա այդպես լցվում է եւ իրենք շատ ուրախ են որ իրանք այս երկիրը ունեն երբ որ մեկ ծանոթ ռուսախոս Ռուսաստանից հրեաներ կա որ շփվում եմ գիտեմ մարդիկ որոնք
Ռուսաստանում լավ պաշտոնների վրա են եղած, ստեղծագործ աշխարհի մեջ, ստուդիաներում, ռեժիսորներ են եւ այլն, տարբեր նենց բաների մեջ են, եկել են Երուսաղեմ, այսինքն Իսրայել 90 թվականներին, Ռուսաստանից, որ առաջ այդ հոսքը եղավ, իրանք եկան դա եբրայերեն չգիտեն, ինչան, իրանք մոտ 10 տարի բեռնակիր են աշխատել։ Պատկերացնում եք, ինչ բեռնակիր, օրինակ ես տնից պետքա տեղափոխվեմ ուրիշ տուն, ես մարդ զանգվում, իրանք գալիս են, այդ իմ ապրանքները իջացնում են, մեքենան են դնում, տանում են մյուս տանը, այն մյուս տունն են տեղափոխում։ Մարդիկ 10-15 տարի, ես իրանց հարցրի, բա ոնց, հետո նոր այս վերջի տարիներ, մի 15-20 տարի հետո իրանք նոր ոտքի են կանգնում ու իրանց գործն են բացում, կախված իրանց այն ինչ-որ Ռուսաստանում էր։ Եվ իրենց հարցնում են, բա ոնց է, ասում ես, որ այդ իմ ծանր է տարի, ինչերով անց է, ասում է, դա մայ ստրան է, սա իմ երկիրն է։ Այսինքն կավա իր համար դժվար է ինչա, բայց մարդը այդ ձևով ինքը այդ տեսլականով եկել է, ոչ թե հույսով ա եղել, որ եթե մեռնեն իրանց տեղ թաղեն, էլի։ Դե տարբեր մարդիկ կան, տարբեր բաներ կան, իրանք մեծ ներդրումներ, շահել են նրանք, որ 90 թվականներին որպես IT տեխնոլոգիաների կոմպյուտեր մասնագետներ, ծրագրավորներ, նրանք որ եկան մի անգամից այդ ասպարեզի մեջ մտան։ Իրանք այդ բաներով չանցան, էլի, մարդ էլ կա, որ Իսկ հայկական համայնք կա։ Հայկական համայնք դա անշուշտ կա, հայերը կա հայկական թաղամաս 5 քաղաք Երուսաղեմի մեջ, այո, քիչան քչացել են քանակով, քանի գնում քչանում է, 48 թվի պատերազմից հետո մեծ զանգված մոտ 30-40 հազար հայ է եղել, մեծ զանգված թողեց գնաց, հետո 67 թվականին նորից մեծ հոսք գնաց ու ընթացքում գնում են, հետո ինչն էլ կա էլի, որ այստեղ հայը չի կայանա, ինչ-որ տեղ բան լինել, եթե դու հրյա չես, ինչ-որ տեղ անուղակի, կայանալ ինչ-որ մեծ բիզնեսների մեջ, բանների մեջ դժվար է և շատերը հայերի այստեղ հիմնականում ոսկերի, խանութ են պահում փոքրիկ, սենց գիտեք, սուվինիր շոփ սենց բանով, բժիշկներ կան, փաստաբաններ կան, քիչ են, ուսուցիչներ կան, բայց հիմնական է դա։ Հայ Սուրբ, իսկ այսպիսին արդ ինչպես պրծավ այդ վեճը մեր պատրիարք Հարանի այն տարածքի իմաստով եմ ասում և Իսրայել պետության հետ։ Դե մենք եթե կովերի պարտեզի համար է, թե Արնոնայի, այսինքն Ընդհանուր։ Դե եթե գալիս է կովերի պարտեզ հասկացողություն այդ բանը, դա սենց ասեմ, պետության հետ մենք կոնֆլիկտ խնդիրի մեջ չկանք, մենք խնդիրը բանի հետ է, այդ Սեփականատիրոց արենդատոր, որի հետ այդ կոնտրակտն է, պայմանագիրն է կնքվել, իր հետ է, այդ ընթացքի մեջ է, աշխատանքներ են գնում, խանգարեց կամ դանդաղեցրեց ինձ թվում է խնդիրը, այս պատերազմային վիճակը, իսկ գալով Արնոնայի հարց, դա տուրքն է, պետական տուրքը, որը պետք է վճարեն, բոլոր քրիստոնյաները միլիոնավոր պարտքեր ունեն պետությանը, ուրեմն ոչ թե դա տուրք է վանքից, տուրք է, որնակ վանական համալիրներից, այ այն բաներից, որոնք իրանք շահ ունեն, օրինակ մենք ունենք կալվածքներ, որոնք տալիս ենք վարձու ենք տալիս, այդ վարձից մենք շահ ենք ունենում, ու կան կալվածքներ, որոնք ոնց եմ չի տրվել վարձու կամ ինչ-որ խնդիրներ են եղել եւ այդ տուրքը չի վճարվել ու բնական է այդ տուրքը դառնման վրա գալիս է կալվածատիրոջ վրա, էլի։ Տենց բաներ ունենք, հետո բաներ էլ կա, որ մի քիչ անհայտ է այդ գումարը որտեղից է հայտնվել։ Ի
տարբերություն բոլոր եկեղեցիները, այսինքն կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցու, մենք բիզնեսի բան չունենք, հյուրանոց չունենք, ճաշարաններ չունենք, խանութներ չունենք, որը ունեն մնացածը։ Մենք չունենք, ամենակիչ վառցը թիվը չեմ հիշում, մերն է։ Հույները, լատիները նորպես շատ ունեն եւ առաջինը սկսեցին մեզի բան արեցին։ Հիմա փորձում են Իսկ ինչ դրա մեջ ինչ-որ միտում կար, որ առաջինը հայերին։ Դե քիչը երևի հայերը միշտ գիտեք, ստեղ այն կներեք այդ բառը ասեմ, անտեր, այսինքն բան անտեր իմաստով, որ դե կաթոլիկ եկեղեցու մեջքին Վատիկան այդքան պետություններ կան, այսինքն բանի մեջքին օրթոդոքս աշխարհի նորից մեջ նա Ռուսաստանը կամ եւ այլն, չէ, վերցնենք միշտ պատմության մեջ էլ մենք միշտ որ նայել ենք, իրոք Աստծո ողորմությունն է մեզ փրկե եւ տարբեր դեպքեր, բաներ որ նայում ենք, այդ իմաստով անտերենք, որ մեկը չունենք, մեր պետությունն էլ այսօր էլ չասեմ, այ վերցնենք 30 տարի առաջ էլ վերցնենք, ինքը այդքան դեր չունեցե, չի կարողացել խաղալ։ Հակառակը մենք լսում ենք, որ մեր հայերի մեջ կամ դատագիտություն է, կամ մասնավոր այն բրոսի sense ներթափանցումներ էր համացանցի մեջ, որ տարիներ առաջ ես գրում էի, հայերը կանգնում, օրինակ երբ որ մենք խնդիր էինք ունենում ասորի կամ հույնի հետ կամ այնտեղ եսիմում հետ, մեր հայերը ասում են չէ կամանչում մեր եղբայր հույներին, ասորիները մեզ հետ են, այնտեղ ջենոսայդ եղել են տեսե, դուք կռիվ եք անում, ասում են, բայց մենք ոչ չենք գնում այդները հատուկ կռվում, մենք ուղղակի խնդիր է լինում, մենք պաշտպանում ենք մեր տեղերը, ում է պետք է այդ տեղերը տվեք հույներին գնացեք, այդքան Հայաստանում եկեղեցի ունենք խոնարհված, եկեք ստեղ ապրենք։ Այսինքն այս ցավալի հոգեբանությունը, երբ որ ու միջև հիմա դա տեսնում ես։ Այո, Երուսաղեմը իր տարբեր, իր սենց գայթակղեցուցիչ կամ անտրամաբանելի վիճակները ունի, այսինքն ամեն ինչով, բայց չմոռանանք, որ երբ որ մենք պետականություն չենք ունեցել 1700 տարի հայ եկեղեցին փոխարինել Երուսաղեմում, ես դուրսի համար չեմ, Երուսաղեմ եմ ասում, Սուրբ Երկրում հայ եկեղեցին տեսել է հռոմեական, բուզանդական, պարսկական, արաբական, սելջուկ, թաթար, մոնղոլ, օսմանական, անգլիական, արաբական, հրեական տիրապետությունների տակ անգե եւ ինքը կարողացել է պահել իր հայությունը, իր պետականությունը, ես միշտ sense եմ ասում, հայ պետականությունը դա մեր հայ եկեղեցվո դավանությունն է, մեր հայ եկեղեցին է։ Ոչ թե եկեղեցին դա պետքա լինի ինչ-որ տեղ նախագահ մեջներից կաթոլիկոսը կամ ինչ, չէ, այ իր ինստիտուտ է նկատում եք։ Ինքը այո, ինչպես կաթոլիկ աշխարհի համար դա կաթոլիկ եկեղեցին է իրանց պետականությունը։ Ի վերջո կայսրությունները իրանց բանը, որ առաջ են տարել գրավել են, նախ առաջագնացել կրոնական բան, այսինքն եկեղեցին է ներթափանցը եւ գրավե, ասենց ասեմ, դաշտը։ Ու եկեղեցին այսօր մենք 1700 տարի մենք ունեցել ենք 80 վանք, 7-րդ դարում այսօր ունենք մի հազիվ 20-ի չափ եւ ունենք մի 20 հոգեվորական Երուսաղեմում, քանի մի 30 ուսանող ճեմարանի, մի 20 միաբան ծառայող, մի փոքրիկ համայնք, որ այս սուրբ տեղերը պահում է, ու սա պարզ սուրբ տեղեր չի էլի եկեղեցու կռիվ անել կամ չգիտեմ, սա ինքնության պաշտպանում է։ Ու երբ որ լսում ես լինեն հոգևորականներ, լինեն ծաղրական, ասում են, այս ինչ է, այսքան պատարակներ եք հորինե, պատարակ եք անում, չգիտեմ ինչ եք անում։ Այո, սա մենք բաներ կա, որ մեզ համար է անտրամաբանելի, բայց ուզես չուզես հույների, լատինների հետ ոտք գցելու հետ դու գերեզմանի վրա դու պետքա գիշերը 3-ին արթնանաս պատարակ անես։ Ու այդ պատարակը որ անես,
Իսկ անելով դու պահում ես քո ինքնությունը, քո ներկայությունը։ Պատկերացրա Աշոտ 1853 թվի Ղրիմյան պատերազմը, որ տեղի ունեցավ, չէ՞։ Ինչի համար եղավ։ Բեթխեմի բանալին էր հիմքը պատճառ եղավ, որ ով պետք է ունենա այդ բանալի։ Իրար ձեռից առանտավին բան արեցին, վերջը բերեց այդ մեծ պատերազմին։ Այսինքն այս սուրբ տեղերի հետ կապված պետություններ են խառնված եւ ուզեցել են իրանք ունենալ այստեղ ներկայություն, կալվածքներ, իշխանություն։ Իսկ մերոնք այսօր ասում են ումա պետք է դրանք ձեռ են առնում, որ այս ինչա, սա օրը պատարակ եք անում, երգում եք ձեր ծեսը քանի ժամ է։ Այս այսինքն ոչ թե մենք մեռած ենք այդ ծեսը 5 ժամ անել, բայց ուզած չուզած սուրբ տեղ է, որտեղ բոլոր հարանվանությունները հավաքված երգում են ու իրանց մոտ այդ սովորությունը կա 5 ժամ երգել, ուզես չուզես դու պետք է այդ բացը լրացնես իրանց այդ ժամանակը տաս։ Այսինքն այդ դրանով մենք պահում ենք, նորից կրկնեմ, մեր ինքնությունը, մեր հայ եկեղեցու, հայ ժողովրդի ներկայությունը։ Այստեղ շատ օտար մարդիկ են գալիս, Աշոտ դրսից որ գալիս են, երբ որ մտնում են ամանտես հիշում են, որ նոր է եկել, ուսանող է Ջեմ Արանի, մտնում է Սուրբ Հարության տաճար, դեռ ռուսները շատ հոսքերով գալիս էին, մենք այսպես տեսնում են հայերեն տառեր Սուրբ Հարության տաճարում։ Այո։ Հայերը ինչ կապ ունեք ստեղ, ասում են ոնց կապ, դուք ուր եք, դուք, այսինքն մենք ստեղ, մենք զարմանում են, նույնիսկ հայերը, որ գալիս էին, ասում են մեզ ասում են ստեղ հունական է սա, բայց սա հայկական է եւ ուրախանում էին, որ հայկական ներկայություն կա։ Եվ օտարները, որ գալիս էին, ասում են օտարներ կա, ասում են հայ էդ ինչ է, հայ, Ընդհանրապես չգիտեն։ Հա։ Այս վերջերս մի տեսահոլովակ պատրաստեցի վրացիների մասին, վրացիների ներկայությունը Սուրբ Երկրում։ Իրենք մի հատ իրենց ժուրնալիստներից, լրագրողներից հեռախոսը ձեռքը խոսալով եկել մտել է մեր տարածքը, մեր տանունդին Փրեշտագավդաց բանկը, որտեղ ես տեսու չեմ, նկարել են, հենց պահա եկել, որ մարդ չկար ցերեկով, նկարել է եւ համացանցի մեջ է դրել, որ այս սուրբ տեղերը մերն են, հայերը մեր ձեռքից վերցրել են ժամանակին։ Եվ ստիպած մի հատ տեսահոլովակ պատրաստեցի, որ իրենց մասին խոսեցի եւ հանդաղ վերջում մի բան եմ ասում, տեսեք, այսօր դուք Սուրբ Երկրում ոչ մի բան չունեք։ Դեռ բացատրի, որ այս բանկերը մերն են եղել, ձերը չէ, դիմայդի հարցի։ Ասում եմ, դուք այստեղ դուք բաներ չեք ունեցել, բան չունեք այսօր։ Բայց ինչն է, ասում եմ, Ղպտի ասորի եթովվածին, որը մեզ հետևակ, մեզ քուր եկեղեցի են անվանվում, այսինքն մեր հետ են միասին, իրանց եպիսկոպոսի ստատուս ունեն, որ այսօր ռուս եկեղեցին չունի եպիսկոպոսի ստատուս, հա։ Ասում եմ, իրանք այստեղ վանքեր ունեն, եկեղեցիներ ունեն եւ մնայուն ներկայություն ասի։ Դուք երբ որ 7-րդ դարում թողեցիք մեր հավատքը, թքեցիք մեր վրա եւ հեռացաք մեզանից, ընդունեցիք հունադավան դարձաք, դրա համար այսօր դուք չունեք ստեղ տեղ։ Եթե դուք մնայիք մեր հավատակից, մեր քույր եկեղեցին մնայիք, այսօր դուք այստեղ տեղ կունենայիք։ Այսինքն այսօր շատ երկրներ, պետություններ, եկեղեցիներ գալիս են Սուրբ Գերեզմանի վրա չեն կան պատարական։ Այսօր մենք մեր ուխտավորը, որ գալիս է, կարողանում է մտնել գերեզմանում գիշերը մաքրություն անել, աղոթք անել, իր լուման դնել, որը չի կարա օտար, որևէ մարդ օրինակ գա եւ ինքը չի կարա։ Այս օրինակ ռուս հոգեվորականը օրինակ, ինքը չի կարող գալ պատարակ անել Քրիստոսի գերեզմանի վրա։ Եթե նույնիսկ անի, այն էլ հունած հոգևորականների ներկայությամբ եւ իրան թույլ կտան մերկուա աղոթք ան եւ ոչ մնայուն ամբողջ պատարական։ Այսինքն այդ բանը մենք պետքա գիտակցենք եւ հասկանանք, ոչ թե մենք լավն ենք, մենք ով ենք, այ մեր ինքնությունը։ Եթե մենք կդրենք այդ արմատները չորացնենք, մենք կդառնանք իսկական ինչպես մեզ այսօր մեր դրացի հարևան
երկրները, որոնք երեք ծառերից իջան կամ անապատից եկան, հա, այսօր մեզի ասում են դուք գնչուներ եք, ցիգան եք եկած, էլի, ձեր բանը, ու իրոք մենք կարանք այդ դառնանք, եթե մեր արմատները ամուր չպահենք եւ չմոտենանք լրջությամբ մեր ոնց ասեմ հավատքին կամ ինչ, այն օրը մի հատ տեսահոլովակ աչքիս ընկավ, ինչ որտե մի հատ բել է, կարծեմ կին օրիորդ, որ բան բլոգերներ իրան բռնել էին, չէ՞, այո, Բելարուսում, Մինսկում։ Հա, ու ինքը այսօր ինչ որ տեսահոլակ են դրել, ինքը եկել է սուրբ բան, Աբովյանում, Աբովյանի եկեղեցու առջև կանգնած ռեպորտաժ անում, ասում է տեսեք ճշմարիտ եկեղեցին որն է, որտեղ մոմը ձրի է բաժանում։ Այսինքն, գիտես, մեր ժողովրդի մոտեցումը էլի մոմապաշտությունը դեռ քիչ չի, այսինքն ձրի է մոմը, մոմի վառելը ինչ իմաստ է, ես ինչու եմ այս նյութը բերում, ես մի քիչ կարող բանով ասենք, այստեղ երբ որ ժամանակին 100-800 Հայաստանից խմբեր էին գալիս, ես միշտ մոմերը լցնում եմ, մինչև 300-400 մոմ դնում եմ եւ գանձանակը, ով որ ուզում է, մոմը դնում առնում, այսինքն ոչ բան։ Ես մեկ անգամ տեսա Հայաստանի խմբեր այդ բոլոր մոմերը հավաքում տանում են, վառում են մի 20 հատ, մնացածը տանում են հետները։ Ուրեմն գանձանակը բացում եմ աշոտ, մեջը չես հավատա, 10 դրամանոցներ, մի 10 հատ, մի 2 հատ 2-3 դոլարանոց ու մի 2 հատ էլ 1000 դրամանոց։ Այդ 400 մոմը առնում տանում են։ Ու մի անգամ չի, 2 անգամ չի, 3 անգամ չի, միջև որ ես սկսեցի, որ Հայաստանից խումբ կալ, այս մոմերը հավաքում եմ։ Ոչ թե ափսոսա, ոչ թե վերաբերմունքն է, եթե գան ասեն փող չունեմ, մոմը դրած է ինչքան, դուք ում եք խաբում, դուք այդ 10 դրամը ինչու եք գցում, դուք 10 դրամով Հայաստանում մոմ չեք առնում։ Ես ինչն եմ ուզում ասեմ, դա վերաբերմունքն է, մեր ժողովրդի մեջ մնացել է այդ սպառողական հոգեբանություն, որ պետքա սպառենք, պետքա առնենք, ստանանք, առնենք, ինչքան կարանք վերցնենք, հասկանում ես։ Այո։ Այդ հոգեբանությունն է մնացել, որ դրամը մենք չենք անում պետություն, մենք գողանում ենք, մենք տանում ենք, գցում ենք, կներես ես խոսքի համար, դա համար մենք չենք անում պետություն ստեղծենք։ Այո, հրեաների մոտ էլ կա կաշառակերություն գողանում են, բայց մարդիկ ի վերջո պետություն սարքեցին։ Ինքը տարածքով մեր երկրից Հայաստանից փոքր է, բայց երբ որ ճանապարհներով գնում ես մի քաղաքից մյուս քաղաք, Երուսաղեմից Թել Ավիվ ես գնում, 6-7 հատ մայրուղի է, ամեն մի մայրուղին 4-5 մեքենայի շարքով է գնում։ Այսինքն բան է սա նախանց բան իմաստով նախանձում ես մարդիկ բան ունեն, սարքել են, իսկ մենք մի բան անում ենք, պետքա գողանալ, այդ հոգեբանությունը մեր մեջ սովետից է եկել, ինչա, որ պետքա ցավոք սովետից չի։ Պետք է ամեն ինչ սովետի վրա քցել։ Տանել, այսինքն վերցնել, բայց մեկը չուզում մի բան դնի։ Այո, մեր շատ հայր ունենք, որոնք մեծ ներդրումներ են անում։ Երուսաղեմի գոյատևումը, Աշոտ ջան, գոյատևումը ուխտավորների բանով է։ Հարուստ բարերարներ են եղել ժամանակին, արել են։ Օրինակ մայրաթոռը վերցնենք, չէ՞։ Մայրաթոռը մոմը, որ վաճառում է, չէ՞, ամբողջ Հայաստանի թեմերով։ Մենակ Հայաստանը վերցնենք։ Իրենց տարեկան ծախսի ինչ որ ծախս են անում, այնտեղ չէ ուսանող են պահում, հոգևորականա, մեծ ծախսեր է, չէ, հոսանքաշինությունա եւ այլն, հա։ Այդ ամբողջ ծախսի մոմերը 10%-ն են ծածկում։ Այն 90%-ը ինչի հաշվին է գալիս, չէ, այսինքն դրել են մենք մոմ, եղած մոմ ինչ այդ էլ մի վառեք, այդ 10%-ն էլ կլինի, բայց մեր բանը չկա, որ ժողովուրդը ցավ ապրի, եկեղեցուն բանան։ Այո, այդ
տերները պետք է փողը դնեն գրպանը, ինչպես մի անգամ եկան Երուսաղեմ խումբեր կանայք էին տարիքով կանգնած, լսում եմ ասում մեր բանը ավակ շաբաթ էր եւ արարողություն կար մեր մոտ, հրեշտակապետած երեխեքը եկան, մեր ջեմարանի ուսանողներ եկան եկեցի, մեկ էլ լսում եմ ասում, սրանք են մեր հաշվին ապրում են, որ չասեց նենց տարիքով կանայք 3-4 հոգի, չդիմացա, ասա շատ կոպիտ չխոսեցի, բայց ասի չեք ամանչում, ասի դու ինչ ես արել այստեղ, որ ես մենք քո հաշվին ենք ապրում, բայ չէ ես ուրիշ բան եմ ասում, ասի չէ, ասածը տասիր, մոմերը տա, գնանք մոմերը, հիմա ես քեզ ինչքան դրել ես, կտամ հետ կտամ, մոմն մի հատ էլ մոմնավեր կտամ, ասի չեք ամանչում, ասի։ Այս հոգեբանությունն է, բայց գիտես ինչն է ցավալին Աշոտ, բայց երբ որ կգնան ռուս եկեղեցի կմտնեն, օտար, դու տենաս ինչ նվիրատվություններ են անում, ինչ հարգանքով, ակնածանքով, երկյուղով, վախով, այնտեղ իրանց պահում են, էլի։ Դե, մեր հայի բնավորությունն է, չգիտեմ, ինչ անենք մեր ժողովուրդն մեր նա աղոթում ենք, որ Աստված մեր սրտերը բացի փոքրից մեծ, հոգևորականից աշխարհական ցույց հասկանանք, որ ասենք բաներ Աշոտ, տեսնում եմ։ Հա, այսօր ջան, քանի որ ժամանակ սուղել է, մի բան էլ այսպես ասած անցել ենք։ Կուզեի հաղորդ ավարտի համար որևէ մի մաղթանք ասեի կամ փոքրիկ մի աղոթք, որպեսզի կարողանամ հաղորդումը փակել։ Դե մաղթանքը, գիտես, Աշոտ, ցանկությունս է մաղթանքն է, որ մենք ճանաչենք Քրիստոսին, ի վերջո դառնանք քրիստոնյա, ոչ թե արտակնապես խաչը կախենք մեր պարանոցից, եկեղեցում մոմ վառենք, այլ դառնանք քրիստոնյա, ապրենք քրիստոնյա, որ մեզ նայելով հայ ժողովրդին, հայ որտեղ որ լինենք, մեր մեջ տեսնեն, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, որ ունենք պատմություն, ունենք արմատ, ունենք հիմք։ Եվ այս ավակ շաբաթվա կտրվածքի այս առիթով որ խոսում ենք, այս կուզե իմ մաղթանքս, մաղթանք չէ, խոսքս Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Որտեղ Քրիստոսի հարությամբ է, որ մենք միշտ գոյատևել ենք, որտեղ Տերը ասեց, ով որ հավատա ինձ, եթե մեռնի, հարություն կառնի։ Մենք միշտ կոտորվել ենք, Տիրոջը հավատալով նորից առնել ենք, ոտքի ենք կանգնել, ոչ թե մեր շնորհով։ Մաղթանքս է դա, որ հայ ժողովուրդը նորից Քրիստոսի հարության լույսով վերածնվի, վերապրի, վերականգնվի ու շատ բաներ ունի անելիք։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամենայն հավատացելով